Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, YouTube-յան էջում, Facebook-յան էջում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք ևս մի բժշկական մասնագիտություն, թե որն է այն, նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Անկախ տարիքից, սեռից, սոցիալական կարգավիճակից, էսթետիկ գեղեցկության ձգտում են բոլորը։ Թերությունների շտկում, արտաքին տեսքի բարելավում, ինքնագնահատականի բարձրացում։ Այսօր խոսելու ենք մի շատ պահանջված եւ անչափ պատասխանատու մասնագիտության մասին, որն անմիջականորեն կապված է մարդու արտաքին տեսքի հետ։ Օրեցօր ավելանում է մարդկանց թիվը, որոնք օգտվելով պլաստիկ վիրաբուժության հնարավորություններից շտկում են իրենց բնական կամ վնասվածքների հետևանքով առաջացած թերությունները։ Փորձում հարթել տարիքային փոփոխությունների հետևանքով առաջացած խնդիրները։ Մարդու մարմնի վերականգնում, վերակառուցում կամ փոփոխում, պլաստիկ վիրաբուժություն, բժշկության արագ ու դինամիկ զարգացող ոլորտ, որն անսահման հնարավորություններ է տալիս մարդկանց ստանալու իրենց ցանկալի ֆիզիկական տեսքը եւ բարելավելու կյանքի որակը։ Մասնագիտությունը վերջին տարիներին մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում, պահանջում է մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների մշտական կատարելագործում ու նաեւ իսկական արվեստ, որտեղ գեղագիտական աչքն ու ստեղծագործական մոտեցումը պարտադիր են, իսկ կատարյալ արդյունք ստանալու համար մանրակրկիտ վերլուծությունն ու որակավորված վիրաբուժի ընտրությունն անչափ կարևոր են։ Իմ զրուցակիցն է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի բժիշկ միկրովիրաբույժ Արտյոմ Նավոյանը։ Բարև ձեզ, պարոն Նավոյան։ Պարոն Նավոյան, կարծես թե այս բժշկության ուղղությունը երևի 20-րդ դարից, այսպես տարածվեց, չնայած դե ինչ որ դեպքեր կլինեն առաջներում, բայց հիմնականում 20-րդ դարից։ 20-րդ դարից ավելի շատ տարածում է ստացել, բայց նախնադարում էլ նույնիսկ պլաստիկ վիրաբուժությունը արդիական այո։ Հիմա այդ շրջանակները պլաստիկ վիրաբուժության, հիմա այդ ամբողջ մարմնի հետ կապված, չգիտեմ, օրինակ այն ճարպերի վերացման կա, չէ, վիրաբուժական միջամտություններ կան, դա էլ է պլաստիկ վիրաբուժության մեջ թե ոչ։ Այո, պլաստիկ վիրաբուժությունը ներառում է շատ մեծ ծավալ, այսինքն էսթետիկ վիրաբուժությունը, միկրովիրաբուժությունը, վերականգնողական, ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունը, այդ ամբողջը պլաստիկ վիրաբուժությունն է, որը ունի այդ ճյուղերը, որոնցով որ ստանում է զարգացում պլաստիկ վիրաբուժությունը, ու այդ ձեր նշած ճարպային միջամտությունները ճարպերի վրա, դա էսթետիկ վիրաբուժության ինչ-որ մի ճյուղ է։ Հիմա դե աշխարհում երկրներ կան, որ շատ տարածված է, ավելի քան Հայաստանում։ Հիմա ես գիտեմ, օրինակ Հարավային Կորեայում երևի ասում են մարդ չկա, որ պլաստիկ վիրաբուժության չենթարկվի, ու չգիտեմ, երևի մեզ համար է այդպես թվում, բայց կարծես բոլորը նմանվում են իրար, որ նայում ես Հարավային Կորեայում, ասենք դեմքերը եւ այլն, կարծես նմանվում են, թե մեզ է թվում, չգիտեմ, այդ ռասայական տարբերությունից ելնելով, բայց մեզ մոտ էլ կարծես թե նայում ես աղջիկներին, կարծես միանման քթեր ունեն։ Հիմա այդ վտանգը չկա, որ բոլորը կդառնան այդ միանման, թե չէ։ Դե վտանգը չկա, չի լինի, եթե անհատական մոտեցում լինի բոլոր պացիենտներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր որ դիմում են, որովհետև կա ցուցում վիրահատության քթի ու նույնիսկ պլաստիկ վիրահատության, ու կա, որ ցուցում չկա, ուղղակի ցանկություն կամ ավելի բառով ասեմ կապրիզ։ Այդ դեպքում եթե տարբերակենք, բոլորը չեն նմանվի իրար, բայց Հայաստանում ամենաշատ ու ամենատարածված վիրահատությունը դա քթի պլաստիկ վիրահատությունն է, որը որ նաև, ինչպես դուք նշեցիք, մեր ռասայական յուրահատկություններից մեկն է։ Հա, հիմա ես նայում եմ, ասենք դե հատկապես կանայք, չէ, շատերը կան, որ ես չեմ կարծում, որ ամեն ինչ հնարավոր է անել դեմքի հետ, որտեվ դե կա գլխի չափ, չէ, եւ այլն, բայց երևի համառում են, ուզում են ստանալ, չգիտեմ, մի բան, որ անհնար է, այդպես լինում է, որ ուզում են եւ դուք ասում եք, որ սա, չգիտեմ, չի սազի կամ միանշանակ կա դեմքի սիմետրիաներ, պարամետրեր, որոնք որ չի կարելի խախտել, նույնիսկ եթե ինչ որ մեկը ուզում է նմանվի այն մյուսին, այդտեղ պետք է գանգի կառուցվածքից սկսած, փափուկյուսվածքներով վերջացած, ամբողջը պետք է հաշվի առնել ու պարտադիր չի ու չի ստացվի նույն մարդուն փոխել, սարքել այն մյուս մարդու նմանակը։ Դե բնականաբար դրանք մի քիչ ֆանտաստիկայի ոլորտից են, բայց նմանվել ինչ որ աստղերի նամանավանդ դա բավականին տարածված տենդենսիա է հիմա արդեն, չնայած ելի եմ ասում պլաստիկ վիրաբուժը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի բոլոր պացիենտներին հաշվի առնելով նախնական նյութը, նախնական մատերիալը, ինչի հետ պետք է աշխատել։
Դե ֆիլմեր էլ կան ֆանտաստիկ, որ նայում ես, ասենք այն կերպարանը փոխվում են, մեկը ունենում է մյուսի դեմքը, այդ հայտնի ֆիլմը կար, չէ՞, այն հանցագործ, չգիտեմ, ոստիկան, որ դեմքերը փոխում են եւ այլն, ես չեմ կարծում, որ չգիտեմ, այդ աստիճան հնարավոր է թե չէ, բայց այ հետարքիր է, հիմա շատ են խոսում, չգիտեմ, արհեստական բանականության, այս ներխուժումը բժշկության մեջ հատկապես ասենք ախտորոշման հարցերում, չէ, որ ասում են, չգիտեմ, երկրներ կա, որ ախտորոշումը ավելի վստահում են արհեստական բանականությանը, քան բժշկին, որտեղ դենա մեծ տվյալներ ունի, չգիտեմ, այս ասպարեզում, քանի որ նայում ես արհեստական բանականությունը նույնիսկ, չգիտեմ, ֆոտոներ է ստեղծում, չգիտեմ, արդեն անցել է կարծես թե նաև շարժանկարներին եւ այլն, ասենք այս ասպարեզում օգտագործվում է, թե հնարավորություն կա օգտագործելու, թե չէ։ Գիտեք ոնց դեռ զարգացած չէ մեր օգտագործումը արհեստական բանականության, բայց պացիենտների բուժառուների կողմից դրա օգտագործումը շատ սխալ է, որովհետև իրանք նկար են ներբեռնում, նկարով ստանում են որոշ չափի շտկումներ, ասում են այսպես, բայց այդտեղ չի հաշվի առնում այդ ուծները, որ հետվիրահատական շրջանում բոլորի մոտ տարբեր է լինում, սեզոնից սկսած, վիրաբուժի աշխատանքից դուրս եկած այդ ամբողջը պետք է հաշվի առնվի, իսկ արհեստական բանականությունը ուղղակիորեն չի կարա հաշվի առնի։ Իմ աշխատանքը մյուսի եւ այլ մյուսի։ Հետեւաբար 100%-անոց համընկնում ու նույնիսկ 80-70%-անոց չի կարա լինի։ Այդ դեպքում արդեն լինում է թեթև բախում հիվանդ բժիշկ հարաբերություններում բախում նկատի ունեմ չհասկանալ միմյանց, քանի որ իրանք ունեն պատկեր, որը տվել է արհեստական բանականությունը, եթե բժիշկը չի համապատասխանում բժշկի նկարագրած վիճակը, հետեւաբար հիվանդը մտածում է, բուժառուն մտածում է, որ բժիշկը լիարժեք չի տիրապետում տեխնոլոգիային, բայց իրականում տեխնիկային, բայց իրականում դա արհեստական բանականությունը 4 հաշվարկա, 4 թվային հաշվարկա, ուրիշ ոչինչ, հաշվի չառնելով մնացած նյուանսները, որոնք կարող են լինել օրգանիզմի հետ կապված։ Պարոն Հավյան, ես իմացա ձեզնից, որ 1980-ական 82 թվականից կա այս բաժինը Հայաստանում, այսինքն 80-ական թվականներից Հայաստանում այդ վիրահատությունները եղել են։ Ու ես հիշում եմ այն ամենասկզբի շրջանում հիմնականում քթերի վիրահատություններ մեծ մասը, երևի հիմա էլ 90%-ը, բայց հետո կամաց տարածվեց։ Դե մենք գիտենք, ասենք արտասահմանում, չգիտեմ, հետույքի մեծացման կանայք հատկապես, դե կրծքերի եւ այլն։ Հիմա Հայաստանում, որ նայում ենք այս զարգացումը, ինչ որ այդ փոփոխությունները մեծ են, ասենք այն ինչ որ ասենք մենք կարդում էինք, լսում էինք եւ այլն, դրսում նույնը հիմա Հայաստանում կա թե չէ։ 82 թվականից սկսած Հայաստանում, երբ որ հիմնվել է միկրովիրաբուժությունը, պլաստիկ վիրաբուժությունը, հիմնվել է զուտ այդ մարմնի մասերի վերականգնման նպատակով ու բավականին լավ զարգացում է ստացել Հայաստանում։ Հետո հետպատերազմյան շրջանում արդեն ունեցել ենք բավականին շատ պացիենտներ, որոնք որ լավ բուժում են ստացել, դա պլաստիկ վիրաբուժության ճյուղ է։ Արդեն դրանից հետո մի փոքր ձևափոխվել, վերափոխվել էր քթի պլաստիկ վիրահատությունների հաշվի առնելով մեր ազգին բնորոշ նյուանսները։ Դրանից հետո արդեն տարեցտարի փոփոխվում է, քանի որ ամբողջ աշխարհում է զարգանում ինչ որ մի ճյուղ պլաստիկ վիրաբուժության, հետեւաբար Հայաստանը հետ չի ընկնում, ու նույնիսկ եթե համատենք հիմա ու 5 տարի առաջ, տարբերությունը բավականին մեծ է։ Ես մտածում եմ, որ 5 տարի հետո ավելի շատ տարբերություն կունենանք, դրա համար հիմա ճյուղերը բավականին շատ են արդեն, նույն պլաստիկ վիրաբուժության 3 ճյուղից ճյուղավորվել են բավականին շատ ճյուղեր ու մասնագետներն էլ ընտրում են ավելի նեղ ճյուղ, որով որ կզբաղվի կոնկրետ մեկ մասնագետ։ Դրա համար Հայաստանում տենդենսը բավականին շատ զարգացման ու լավ ճյուղավորման բավականին արդիական է։ Հիմա որ մենք ասենք ես ներկայացրի, որ Փերացի համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության, ասենք այս կլինիկայի բժիշկ։ Հիմա այս պլաստիկ վիրաբուժությունն ու միկրովիրաբուժությունը ինչ որ տարբերվում են, թե նույնն են, այ պլաստիկ վիրաբուժությունը ընդհանուր անվանումն է, միկրովիրաբուժությունը դա մարմնի մասերի միկրովիրաբուժական տեխնիկայով վերականգնումն է, այսինքն խոշորացման ներքո միկրոսկոպ կոչվածի մանր մանրադիտակների ներքո կատարված վիրահատությունները նյարդի վերականգնում, մազանոթների վերականգնում, մարմնի մասերի պոկած հատվածների վերականգնում, դրանք բոլորը պլաստիկ վիրաբուժության ճյուղեր են, բայց վերականգնողական վիրաբուժություն էլ կա, որը բավականին բարդ ու ծավալուն ճյուղ է պլաստիկ վիրաբուժության, որը որ էլի համալսարանական հիվանդանոցում բավականին մեծ կիրառելի է, մեծ ծավալով։ Հիմա որ նայում ենք աշխարհում, չգիտեմ, այդ
գործիքները, բարդ եւ այլն եւ այլն։ Հիմա Հայաստանը որքանով է հագեցած ըստ ձեզ։ Մենք խոսում ենք, որ ասենք այդքան հետ չենք մնում, երևի այդ գործիքները բոլոր ժամանակակից կան, հա, Հայաստանում։ Միանշանակ համ կան Հայաստանում, շատ հեշտ ձեռք բերել հնարավոր է, որովհետեւ հիմա գործիք գնելը on-line միանշանակ մատչելի է ու հնարավոր, բայց կան մեծ գործիքներ, մեծ պրիբորներ կոչվածները, որոնք որ կան, օրինակ կա շատ լավ միկրոսկոպ, որի տակ որ աշխատում ենք, որով որ օգտվում ենք ու ինքը բավականին մեծ օգուտ է տալի ու ոչ մի ձև չի զիջում միջազգային այդ միկրոսկոպների մյուս ֆիրմաներին։ Հենց որ Հայաստանը որքան է տարածված, դե ես մտածում եմ, որ դեռ շրջաններում երևի այդ հնարավորությունը չկա, ենթադրում եմ, եթե չէ դուք ինձ ուղղեք, բայց Երևանում հետաքրքիր է, ասենք այս պլաստիկ վիրաբուժությունը բոլոր այդ հիվանդանոցներում կա, թե առանձին մասնագիտացված ուղղություններ կան, չգիտեմ, մասնավոր կան, փոքր ավելի, այ ինչ վիճակ է այսպես։ Այն վերը նշված 5 տարի առաջ ու 5 տարի հետո տարբերությունը դրանում էլ է կայանում, որովհետև հիմա բավականին շատ մասնավոր կլինիկաներ կան, որտեղ որ միայն պլաստիկ վիրաբուժության էսթետիկ ճյուղն է աշխատում ու բավականին շատ մեծ տարածում ունեն։ Էսթետիկ ճյուղը ինչով է տարբերվում։ Էսթետիկ ճյուղը, հա, գեղեցկացման վիրահատություններն են, որոնք որ քթի վիրահատություն, դեմքի ձգում, կոպերի վիրահատություն, մարմնի այլ մասերի էսթետիկ կոնտուրային վիրահատություններ, որոնք որ արվում է մասնավոր կլինիկաներում ու բավականին շատ են իրենք։ Ուրիշ բան, որ մասնագետները պետք է համապատասխան լինեն, որովհետև իրենք բոլորը ավարտում են բժշկական համալսարանը, որից հետո անցնում են կլինիկական արձինատուրա։ Արձինատուրայի ընթացքում այդ պլաստիկ վիրաբուժության արձինատուրան, որը տվյալ պահին 4 տարի է, 4 տարվա մեջ սովորում են միկրովիրաբուժություն, հերթապահություններ են ունենում կլինիկական արձինատորները, բավականին շատ ամսվա մեջ 5-ից 7 անգամ հերթապահում են ու առնչվում են մեծ դեպքերի, ծավալուն դեպքերի, ընթացքում տեսնում են պլաստիկ էսթետիկ վիրահատություններ, քթի, մարմնի այլ մասերի վիրահատություններ ու նաև ռեկոնստրուկցիվ վիրահատություններ, օրինակի համար բերեմ, որ 5 տարի առաջ անդամահատված մարմնի հատված գոյություն ունի ու պետք է վերականգնել, ավելի գեղեցկացնել ուրիշ հատվածից տեղափոխելով մաշկալատ կամ ոսկոր եւ այլն։ Ու այդ ռեկոնստրուկցիա միանշանակ արվում է ու շատ շուտ երկար ժամանակ արվում Հայաստանում։ Մեր կլինիկական արձինատորները բոլոր 4 տարվա ընթացքում շատ ակտիվ մասնակցում են այդ գործունեությանը, ավարտելուց արդեն իրենք են որոշում, որ ճյուղն է իրենց ավելի մոտ, չնայած պետք է ամբողջին տիրապետեն։ Այդ ժամանակ արդեն եթե իրանք կանցնեն աշխատանքի համապատասխան պետական կլինիկայում կառնչվեն բոլոր այդ իմ վերնշված վիրահատությունների հետ։ Իսկ եթե արդեն մասնավոր կլինիկա են գնում, իրենք իրենց ուղղվածությունը։ Դե հիմնականում ես հասկացա, որ մասնավոր կլինիկաները ավելի էսթետիկ վիրաբուժություն, բայց այն մյուս բարդ, ասենք, չգիտեմ, պատերազմից վնասվածքներ եւ այլն, դա երևի անում են 1-2 հաստատությունում, հա, այսպես վերցնենք։ Այո, դրա համար միայն պլաստիկ վիրաբուժության բաժանմունք ունենալը քիչ է, ռեանիմացիայի մեծ բաժանմունք է պետք, անեստեզիոլոգիական մեծ թիմ ու նաև հարակից մասնագիտությունները, տրավմատոլոգներ, ընդհանուր վիրաբուժներ, որոնք որ նույն վիրահատության ժամանակ կարող են մի քանի բրիգադայով աշխատել։ Հետևաբար, եթե կա այդպիսի մեծ մասնավոր կլինիկա, որ այդ ամեն ինչը կունենա, հա, բայց այս պայդրությամբ ես մտածում եմ, որ միայն մեծ պետական կլինիկաներում են նման բան անում։ Չնայած կան մասնավոր կլինիկաներ, որոնք որ բավականին մեծ են ու նաև հագեցած են այդ բոլոր մասնագետներով ունեն։ Հիմա այ որ խոսում ենք հաճախ այդ նեղ մասնագիտացումների մասին, ես նայում եմ, ասենք, այն հարուստ երկրներում, որտեղ նաև բնակչությունը շատ է, նեղ մասնագիտացումները ավելի շատ են, որտեղ պահանջարկը շատ է։ Հայաստանում սովորաբար տարբեր բնակավարներում նայում ես այդքան նեղ մասնագիտացումներ չկան, ինչքան այդ երկրներում։ Այ այս բնակավարում ինչպես է, որտեղ գիտենք, որ տարբեր մարմնի մասեր եւ այլն։ Հիմա չգիտեմ, ասենք կա մասնագետ, որ ասենք մասնագիտանում է կանացի կրծքերի բնակավարում կամ չգիտեմ քթի բնակավարում, չգիտեմ հիմա հետույքն են անում եւ այլն։ Այսինքն այս նեղ մասնագիտացումներ կան թե չկան Հայաստանում այդ։ Դեռ չկա, ամբողջ արձինատուրայի ընթացքում նույն կլինիկական արձինատորը կարա հանդիպի ու
օգնի վիրաբուժին բոլոր այդ ձեր նշված վիրահատություններին։ Եվ ավարտելուն պես նոր ինքը կորոշի իր ուղղվածությունը, ինքը գիտի բոլոր վիրահատությունները, բայց նա խնդրում է վիրահատել միայն այդ ձեր նշված մի վիրահատությունը։ Հետևաբար դա ոչ թե մասնագիտություն, այլ նախընտրություն վիրահատել միայն դա։ Մասնագիտության մեջ մտնում են բոլոր վերնշված ճյուղերը, որոնք որ պետք է տիրապետի պլաստիկ վիրաբուժը։ Այ հիմա մենք արդեն խոսեցինք, ես մտածում էի թե հետո անդրադառնանք ինչպես դառնան պլաստիկ վիրաբույժ, բայց դե պարզ է, որ այն բոլոր բժշկական մասնագիտությունների նման, չէ, պիտի նախ ընդունվեն հերացու անվան բժշկական համալսարան, հետո սովորեն, 5-6 տարի, 6 տարի բուժական գործ ֆակուլտետում, հետո նոր ընտրեն արձինատուրայում այս ուղղությունը։ Այս ուղղությունը անցնեն համապատասխան սելեկցիա, կոնկուրս, որտեղ որ դիմորդները շատ են լինում, այսինքն այս բնակավարում դիմորդները շատ են լինում։ Պահանջարկը մեծ է։ Միանշանակ, դրանից էլ դիմորդները շատ են։ Ու հետևաբար մենք էլ ունենք բազաներ, պլաստիկ վիրաբուժության ամբիոնը ունի բազաներ տարբեր մեծ հիվանդանոցներում, ու որտեղ որ աշխատում են պլաստիկ վիրաբուժության ամբիոնի աշխատակիցները։ Հետևաբար կլինիկական արձինատորները բաշխվում են տարբեր բազաներով ու ընթացքում այդ 4 տարվա ընթացքում արվում են ռոտացիաներ։ Այսինքն մի տեղի կլինիկական արձինատորը կարող է մի 2 ամսով տեղափոխվի մյուս կլինիկա, որովհետև այն մի կլինիկայում շատ այդ մի վիրահատությունը չեն անում, ինչքան կանեն այն մյուս կլինիկայում։ Այսինքն ինքը այդ ռոտացիայի ծրագիրը կազմում են ամբիոնի աշխատակիցները ու արդեն ըստ ռոտացիայի կլինիկական արձինատորը բոլոր այդ նեղ մասնագիտական նյուանսները տեսնում է վիրահատությունների տեսքով։ Պարոն Նարյան, բայց եթե այս ուղղությամբ շատ են ուզում գան եւ բոլորը չեն կարող, ինչպես է այդ արվում, չգիտեմ, քննությամբ, ընտրությունը, ինչպես չեն կարող գիտեք ոնց բժշկական համալսարանից իրանք դիմում են հետդիպլոմային ուսուցման բաժին, որտեղից որ արդեն ուղեգրով գալիս են բաժանմունք։ Անտեղ ոնց են հասնում մեր մոտ, չեմ կարող ասեմ բժշկական համալսարանից, երբ որ հասնում են արդեն կոնկրետ ամբիոն, մեր մոտ այդ քննության հարցազրույցի տեսքով, նաև հաշվի առնելով կլինիկական արձինատորի թեկուզ ցանկությունը, կարող է ինքը ուզում է այս մի կլինիկայում անցնի բազայում, որտեղ որ կա մեր ամբիոնը, հետևաբար կարող է իրենց տանը մոտ է կամ ծանոթ վիրաբուժներ կան, հետևաբար այդ ամենը հաշվի առնելով բաշխվում են բազաներով կլինիկական արձինատորները, բայց համարվում են մեկ ամբիոնի աշխատակիցներ, կլինիկական արձինատորներ, որոնք ընթացքում ռոտացիայի ծրագրին անպայման մասնակցում են, որ բոլոր մասնագիտական նեղ անկյունները տեսնեն։ Իսկ այ հետաքրքիր է, որ ես նայում եի, որ հիմնականում, ասենք, վիրաբույժ դառնում են տղամարդիկ, ասենք, որ նայում ես մեծ հաշվով, եւ բնական է, որովհետեւ նախ տղամարդիկ մտածում են դե այդքան, որովհետեւ բժիշկ դառնալը ենել վիրաբույժ շատ ծանր գործ է, ու մտածում են այդ ծանրությունից հետո գոնե լավ վաստակեն, ու պարզ է, որ վիրաբույժները մտածում են լավ են վաստակում նաեւ, եւ ասենք տղամարդիկ այսպես ձգտում են վիրաբուժության, կանայք ես դեմ չեմ, բայց կանայք մի տեսակ ավելի նախասիրությունները երբեմն գերակշռում են, չնայած չգիտեմ, այս ասպարեզում, բայց այս ասպարեզում մտածում եմ, որ կանայք էլ պիտի ձգտեն, ինչ հարաբերակցություն է տղամարդկանց եւ կանանց հետաքրքիր է։ Այ կա, որովհետեւ եթե մենք վիրաբուժության մասին խոսում ենք ընդհանուր վիրաբուժության, այնտեղ գերակշռում են տղամարդիկ։ Իսկ պլաստիկ վիրաբուժության ասպարեզում տղամարդիկ էլ կանանց պես հավասար, այսինքն կանայք տղամարդկանց պես բոլորը անցնում են կլինիկական արձինատորը ու ձգտում են դառնալ պլաստիկ վիրաբույժ։ Ուրիշ բան, որ պլաստիկ վիրաբուժության ճյուղերի մեջ արդեն սկսվում է ներմասնագիտացումը, որովհետև միկրովիրաբուժությունը ոչ բոլոր կանայք են նախընտրում։ Ճիշտ է, մենք Հայաստանում ունենք կին կանայք միկրովիրաբուժներ բավականին լավ, բայց ավելի շատ ուղղվածությունը էսթետիկ վիրաբուժության ճյուղի կողմը կանանց մոտ։ Իսկ տղամարդիկ հավասարաչափ էսթետիկ, վերականգնողական եւ միկրովիրաբուժության ճյուղերը բոլորը նախընտրում են հավասարաչափ։ Կանանց մոտ ավելի էսթետիկան է գերակշռում, չնայած արձինատուրայի ընթացքում իրենք բոլորը մասնակցում են թե հերթապահությունների, թե ծանր դեպքերի վերականգնողական վիրահատությունների, բայց արդեն երևի թե նախնական նպատակը եղել է էսթետիկ ուղղությունը կանանց մոտ։ Բարամ այս պահի դրությամբ գերակշռում է կանանց մոտ էսթետիկ ճյուղը։ Էսթետիկ ճյուղը։ Այո։ Եվ հետաքրքիր է, ես չգիտեմ, էլի, երևի առողջապահության նախարարության, չգիտեմ, ներկայացուցիչին պիտի տայի այդ հարցը, թե ասենք ինչ վիրահատություններ են Հայաստանում գերակշռում, ասենք տոկոսային հարաբերությամբ, բայց ասենք եթե վերցնենք համենայն դեպս հերացու այ
այս հիվանդանոցի փորձը, ասենք, հա, հետաքրքիր է, եթե տոկոսային նայենք, որն է ավելի շատ, ասենք, կանայք ինչ վիրահատություններ են անում եւ տղամարդիկ ինչ է հետաքրքիր։ Եթե պլաստիկ վիրաբուժության ճյուղի մասին է խոսքը, այսինքն մեր կլինիկայի համար 1 էսթետիկ վիրաբուժությունը դա քթի ռինոպլաստիկա վիրահատությունն է։ Թե տղամարդկանց, թե կանանց մոտ։ Թե տղամարդկանց, թե կանանց մոտ։ Երբ որ այդ մի քանի տարի, տասնյակ տարիներ առաջ, եթե միայն կանայք են, հիմա տղամարդիկ բավականին մեծ տենդենսով շատացել են ռինոպլաստիկայի վիրահատության։ Երկրորդ, երրորդ տեղերը այտենց, որ ասեմ, ստատիստիկ տվյալներ չկա, բայց արդեն կրծքերի վիրահատություն, որովայնի վիրահատություն, կոպերի վիրահատությունն է բավականին շատ մեծ ծավալով վիրահատվում Հայաստանում, ականջների պլաստիկա, դեմքի ձգում, այսինքն ամբողջ ծավալը վիրահատությունների, պլյուս այդ լիպոսակցիան ճարպերի հեռացումը, կոնտուրային պլաստիկաները, որոնք որ էլի վերջին տարիներին բավականին արդիական են ու շատ են կատարվում Հայաստանում։ Դա պլաստիկ վիրաբուժության վիրահատությունների այդ ստատիստիկան է։ Իսկ եթե միկրովիրաբուժական վերցնենք, այսինքն ջլերի, նյարդերի վերականգնում, դաստակի մատերի, որոնք որ ֆունկցիոնալություն ունեն, եթե ջիլը վնասված է, ծալիչ ջիլը, հետեւաբար մատը չի ծալվի, դա վերում է որոշ խնդիրների աշխատանքի հետ կապված։ Եթե առաջներում ջիլը չէին վերականգնի կամ կվերականգնեին ինչ-որ թերությամբ, միկրովիրաբուժությամբ հիմա բավականին ակտուալ վերականգնվում է 21 օր հետո սկսում են աշխատանքները ու արդեն մարդու դաստակը նորմալ աշխատում է, մարդը վերականգնում է իր գործունեությունը։ Էլ չեմ խոսում պոկած մատերի, պոկած դաստակների, ձեռների ու մյուս վերջույթների մասին։ Իսկ այ հետաքրքիր է, ես այդ աշխարհում այդ որ ամենը տեղի է ունենում, առաջ ասենք համացանցը չկար, շատ ավելի դժվար էր, հիմա կարծես համացանցում կա, թե չգիտեմ նորությունները եւ այլն, բայց ինչ որ միկրո այս պլաստիկ վիրաբույժների ինչ որ ասոցիացիաներ կան, որ իրար հետ շփվեն, որտեվ դե փոխադարձ, չգիտեմ, այդ հարստացման եւ այլն, ասենք աշխարհում եւ Հայաստանում ինչ որ կապեր կան, թե չէ, ասենք։ Այո, պլաստիկ վիրաբուժության ասոցիացիաներ կան Հայաստանում, իհարկե, ու բավականին երկար տարի է ասոցիացիան գոյություն ունի, մենք կոնֆերանսների ենք մասնակցում, թե մենք ենք գնում կոնֆերանսների, թե կոնֆերանսներ են ստեղ կազմակերպվում ասոցիացիայի կողմից ու հրավիրվում են բավականին լուրջ ու լավ մասնագետներ, թե Եվրոպայից, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու ձեր նշված Կորեայից, այսինքն բոլորի հետ համագործակցում ենք ու բավականին երկար տարիներ։ Ես ինքս 25 տարվա աշխատող եմ ու 25 տարվա մեջ բավականին շատ կոնֆերանսներ եմ մասնակցել, թե արտերկրում, թե Հայաստանում ու անցած տարի Հռոմում էր կոնֆերանս քթի վիրահատության, որ մենք մասնակցում էինք Հայաստանում, մոտակա Վրաստանում կա կոնֆերանս, այսինքն մենք շատ ակտիվ մասնակցություն ունենք Հայաստանը հենց այդ սիմպոզիումներին, կոնֆերանսներին ու բավականին լավ գնահատական ունենք մենք։ Պարոն Նավյան, եւ այն նայում եմ, որ շատ ուղղություններում, այսինքն նույն բժշկության տարբեր շատ արագ զարգացումներ կան, նույնիսկ ասենք դեղերի փոփոխության, չէ, դեղեր կային, որ չգիտեմ, մի քանի տարի առաջ այլ դեղեր էր, հիմա կարծես լրիվ այլ դեղեր եւ այլն մեթոդները։ Այս ճյուղն էլ է այդպես փոփոխվել, ասենք այդ այսինքն երևի այդ բժիշկը ստիպված, չգիտեմ, տյանընդհատ սովորի, որ նայում ես էլի, հա, որ հետ չմնա։ Միանշանակ բժիշկը ինքնակրթվելու գործունեությունը երբեք չի դադարեցնում, որովհետև եթե ինչ որ մի պահի չինքնակրթվեց կամ չփորձեց զարգանալ համահունչ քայլերով միջազգային գրականության ու միջազգային մասնագետների հետ ուղղակիորեն կդադարի ունենալ թե պացիենտն էլ, թե զբաղվել բժշկությամբ, որովհետև մի քանի տարի առաջ մենք վիրահատությունները այլ կերպ էինք մոտենում վիրահատություններին ու անում, այդ կոնֆերանսների ու զարգացման շնորհիվ փոխվել են արդեն մոտեցումները ու ամեն անգամ բժիշկը պետք է ինքնակրթվի, որ հասկանանք, որ մենք ունենք նաև տենդենս զարգանալու։ Նույնիսկ այդ պլաստիկ վիրաբուժության ամբիոնում կատարում են արտինատորների հետ կլուբեր, որոնց որ մասնակցում են դրսի հետ հերոստա կամուրջներ ու դրա հետևանքով փորձի փոխանակություն, թեկուզ եւ արդեն տենց on-line տարբերակով ու դա էլ մի ինքնակրթվելու ինչ որ մի տեսակ է։ Նույնիսկ մենք ամբիոնի աշխատակիցներ ու կլինիկայի աշխատակիցները սովորեցնելով մենք ինքներս այդ ամեն ինչը վերապատրաստում ենք ու սովորում ենք։ Էլ չեմ խոսում, որ բժիշկները պարտադիր 5 տարին մեկ վերապատրաստման ծրագիր են անցնում նույն կլինիկաներում կամ մյուս կլինիկաներում, որտեղ որ իրանք երբևէ չեն էլ աշխատել Հայաստանում։ Դե այսպես որ խոսում ենք, երևի
Հա, պարզ է, որ այդ բժշկությունը նույնն է մարդը, չգիտեմ, անատոմիայով եւ այլն, բայց երևի կան ազգային, չգիտեմ, առանձնահատկություններ տարբեր ազգերի մոտ, որ նայում ես նույն, չգիտեմ, դեմքի, կառուցվածքի եւ այլն։ Մեր առանձնահատկությունը երևի մենակ քիթն է, թե էլի կա ինչ-որ։ Չէ, մենակ քիթը չէ, օրինակ մեր առանձնահատկություններից տղամարդկանց վերցնենք, որ կանանց շատ չանդրադառնանք այդ առումով, տղամարդիկ 40-ից հետո ունենում են փոր արդեն, որը որ էլի կարող է էլի ազգեր կան, որ բայց Հայաստանում դա բավականին ակտուալ է։ Թեկուզ մազերի այդ ճաղատությունը, ճակատային ու գագաթային հատվածի, որը էլի մեր ազգին բնորոշ է։ Ու քիթը իր հերթին դեմքի առանձնահատկություններ կան մանր, աչքերի անկյուններում, ականջների տեսակ, այսինքն կա առանձնահատկություն, որ կարելի է, այսինքն մեր ազգի կամ չնշեմ ուրիշ ազգերի հետ կապված տարբերակել։ Իսկ մի բան էլ շատ կարևոր, որ ես պատկերացնում եմ, թող կանայքինզներ են, նրանք են հաճախ համառ ավելի, էլի, որ ասենք այդ բժիշկներին երբ ինչ որ պահի կուլ չգնան, չէ, որ չգիտեմ, կարող է այնպիսի բաներ պահանջեն, որ անհնար է, հետո դա չլինի դժգոհ մնան եւ այլն։ Երևի դա ամենադժվար աշխատանքի ձեր process-ն է հոգեբանական։ Այո, պլաստիկ վիրաբույժը նաեւ պետք է հոգեբան լինի, որ պացիենտին բուժառուին միանգամից հասկանա, արդյոք նպատակը բուժվելն է, առաջնահերթ գեղեցկանալը, հետո արդեն որոշ չափով ինչ որ մի բանին համապատասխանելը, կապրիզ անելը եւ այլն։ Էլ չեմ խոսում, որ մենք գործ ունենք օրգանիզմի հետ, առողջ օրգանիզմի հետ, պլաստիկ վիրաբույժները հիվանդին էսթետիկ ճյուղը, նաեւ մենք խոսում ենք առողջ մարդու մասին, որը դիմում է պլաստիկ վիրաբույժի ու փորձում է ինչ-որ բան փոխել։ Պետք է չկորցնել զգոնունությունը ու հասկանալ, որ անհնար է ասել անհնար է, նաև պացիենտը պետք է հասկանալ, որ դիմացինը հրաշագործ չէ, այլ ուղղակի մարդ է, որը ունի կրթություն, համապատասխան մասնագիտացում ու փորձում է իրեն օգնել, այլ ոչ թե ինչ-որ հրաշքներ է անում։ Դա պետք է ռեալ հասկանալ ինչի մասին է։ Հետաքրքիր է դուք ինչպես ընտրեցիք այս մասնագիտությունը ու ես գիտեմ, որ բժիշկների, ասենք, կան այսպես սերունդներ, որ ասենք պապը, չգիտեմ, տատը եւ այլն, այսպես գնում է մի քանի սերունդ։ Այ ձեզ մոտ ինչպես է, ձեր այդպես էր թե չէ։ Նմանատիպ, իմ հորեղբայրս էր ընդհանուր վիրաբույժ, հորաքույրս էր մանկաբույժ ու ես արդեն մանկուց գիտեի, որ ինձ դա դուր է գալի։ Երբ որ արդեն բժշկա դպրոցը ավարտում էինք, արդեն ես շատ ձգտում էի, որ հենց ինքս դառնամ բժիշկ, խորհրդորս նման, չնայած ինքը ընդհանուր վիրաբույժ է։ Երբ որ արդեն ուսուցման տարիներին հասկացա, որ այս ուղղվածությունը ավելի հոգեհարազատ է, որտեղ այդ մանր աշխատանքները, թեկուզ միկրոսկոպի տակ, թե ինչ որ մի շտկումը, որը որ բավականին sense նուրբ աշխատանք ինձ ավելի է դուր գալի ու արդեն համապատասխան այդ 6 տարվա ընթացքում հասկացա, որ հենց պլաստիկ վիրաբուժություն, միկրովիրաբուժությունն է իմը։ Նույնը կարամ ասեմ իմ զավակների մասին, որ էլի ընտրել են համապատասխան։ Դեռ չէ, աղջիկս դեղագետ է, իսկ տղաս փորձում է այս ուղղությունը ընտրել։ Դեռ ուսանող է։ Դեռ ուսանող է։ Հետաքրքիր է։ Ուրեմն ես նայում եմ, որ հաճախ դժվար թե հենց սկզբից, որ ընդունվում են բժշկական համալսարան, ընտրեն ուղղությունը, չնայած այդպես էլ է լինում, բայց երևի հիմնականում ընտրում են այդ 6 տարի սովորելու ընթացքում, չէ՞։ Երբ դուք էլ այդպես կողմնորոշվեցիք։ Որովհետև իրանք տեսնում են նախ հիմքերն են առաջի մի 3 տարվա ընթացքում սովորում են այդ բժշկության հիմունքները թեորիապես, հետո արդեն անցնում են պրակտիկայի 3-4 կուրսից սկսած արդեն կլինիկաներում ուսանողները բոլոր մասնագիտություններին մասնակցում են բոլոր կլինիկաներում ու արդեն այդ ընթացքում իրենք զգում են, որ նա իրանց ավելի հոգուն հարազատ, ավելի մոտ ու արդեն որոշումը կայացվում է 6-րդ տարվան մոտ։ Նու հիմնականում։ Դե շնորհակալ եմ, որ եկաք։ Դե ես մտածում եմ, որ այս ուղղությունը, որ մեզ լսում են, հա, ժամանակ ունեն, այսինքն եթե ուզում են իսկապես բժիշկ դառնալ, կարող են ընդունվել, չգիտեմ, բժշկական համալսարան, հետո 5-6 տարվա ընթացքում կողմնորոշվել։ Դա ինձ թվում է լավ է, ես ասեմ։ Դե հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարանի Հերացի համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի բժիշկ միկրովիրաբույժ Արտյոմ Նավոյանն էր, նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։